օրեր առաջ պարզ դարձավ, որ փոխվել է Իմնեմնի մի ոդքասթի համահեղինակ քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը բանտային կալանքից դեպի տնային կալանք։ Հետագայում պարզ դարձավ, որ սակայն Իմնեմնի մի ոդքասթի մյուս համահեղինակ քաղաքական բանտարկյալ Վազգեն Սահաթելյանի խափանման միջոցը մնացել է անփոփոխ։ Մենք ֆիքսում ենք, որ ըստ էության գործող ռեժիմի կողմից շարունակվում են քաղաքական բռնաճնշումները ազատ խոսքի դեմ, շարունակվում են քաղաքական բռնաճնշումները մեդիագործիչներ, Իմնեմնի մի ոդքասթի համահեղինակներ, քաղաքաբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթելյանի նկատմամբ, այս եւ այլ հարցերի շուրջ այսօր ես զրուցել եմ երգահան Լիլիթ Բլեյանի հետ, բարև Տիկին Բլեյան։ Ողջույն Դավիթ ջան։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Դուք այն մշակութային հանրային գործիչներից եք, ովքեր հանրային աջակցություն հայտնեց քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանին իր հացադուլի օրերին, ես հիշում եմ, եւ ընդհանրապես դուք բավականին ակտիվ եք երկրում տեղի ունեցող ապօրինությունների եւ քաղաքական բռնաճնշումների դեմ արտահայտվելու համատեքստում։ Գիտեք, եկեք պարզ ձևակերպենք, հա, այսօր ինձ դուրս չի գալիս այսօրվա Հայաստանը։ Եթե մենք նայում ենք ստեղծագործող մարդու տեսանկյունից, այստեղ ամենավատ միջավայրն է, որ ստեղծված է այն մարդու համար, որը ուզում է զբաղվել ստեղծագործական աշխատանքով, ինչ-որ լույս սփռել իր շուրջ, որը ստեղծագործող մարդու պարտականությունն է, եւ ես ստիպված եմ, այսինքն այդպես չի, որ ես շատ սիրում եմ այդ հանրային ակտիվությունը, հա, բայց ես հասկանում եմ, որ այսօր այս պայն այս միջավայրը մթնոլորտը եւ այն քայլերը, որոնք քաղաքական իշխանությունները անում են, պարզապես խեղդում են բոլոր առողջ ստեղծագործական պրոցեսները եւ խեղդում են մարդուն, որը ուզում է իրենը ինչ-որ ստեղծել, որը ուզում է օգտակար լինել իր երկրին։ Ի վերջո, այս Հայաստանը իր խնդիրների մեջ, որոնցում հայտնվել է վերջին տարիներին, այնքան անելու բան ունի եւ այնքան կարիք ունի դրական ներդրման իր դրական մարդկանց կողմից, այնքան մենք այնքան գործ ունենք անելու, հա, մենք այնքան գործ, բոլորս այնքան գործ ունենք անելու, դրա փոխարեն մեզ դրել են մի այսպիսի խառնարանի մեջ, որտեղ մենք մեր լույսը բացում աչքերը մեր բացում ենք հերթական դատավարության, հերթական ապօրինության, հերթական ոտնահարման, մի կեղծ պատարագից մյուս կեղծ պատարագը, չգիտեմ, հոգևորականների հանդեպ այդ կատաստրոֆիկ այդ գործերը, որ հարուցվում են, խոսքի համար բանտարկված մարդիկ, որոնց թիվը չի պակասում, ինչպես տեսնում ենք, եւ չի տրվում պատասխան, ինչու է դա արվում ի վերջո, այս երկիրը Հայաստանը, կներեք, այն դժբախտությունը, այն աղետը, որի միջով անցել է Հայաստանը, այսինքն կորցրել է պատմական իր գանձը Արցախը նկատի ունեմ, այդ աղետը, կներեք, արժանի չի այս վերաբերմունքին, մենք փոխանակ նստենք հասկանանք ինչա կատարվել մեզ հետ, մենք փոխանակ մեր վերքերը վերականգնենք, փոխանակ մեզ շրջապատող ոչ իրենց կամքով Հայաստանում հայտնված արցախցիների այդ ահռելի խնդիրները փորձենք միատեղ ջանքերով լուծել, մենք ընկել ենք ինչով ենք զբաղվում, լավ, այս անտրամաբանական վիճակը ուղղակի իրոք ստիպում է, որ մարդը կամայից դուրս գա այս ամեն ինչի դեմ, այնպես չի, որ ես փորձ կամ ցանկություն ունեմ եւ այսպես իմ բանն է երևալու ինչ-որ բան ունեմ, հակառակը, ես սիրում եմ փոքր աշխարհում, այսպես իմ փոքր ստեղծագործական պրոցեսների մեջ եփվել ու հանկարծ այս հասկանում ես, որ կներեք, այս այն երկիրը չի, որը ես պատկերացրել եմ, այն Հայաստանը չի, որը մենք երազել ենք, այն Հայաստանը չի, որը կարող է լինել նույնիսկ, գիտեք, պատերազմից հետո, նույնիսկ այս կորուստներից հետո, ամեն դեպքում Հայաստանի պահվածքը, Հայաստանի վիճակը, Հայաստանի ներքին այս կառուցվածքը հասարակական այս ընդհանուր այս մարդկային նաև էլի ապրումները այսպեսին չպիտի լինեին, մեր արձագանքը մեզ հետ կատարվածին այսպեսին չպիտի լիներ, ինչ է նշանակում այս ծիծաղելի այս ֆարսը, որի մեջ մեզ դնում են, սա ուղղակի ամոթ եւ տգեղ մի բան է,
պատմվածք է, շատ փնթի գրված եւ մեզ ասում են դուք դրա հերոսներն եք։ Ես չեմ ուզում այս դրա հերոսը լինեմ եւ ես դրա համար եմ այս ամեն ինչի դեմ դուրս գալիս։ Կարող են լինել շատ հաճախ մարդիկ, որոնք հայացքների հետ ես կարող եմ համաձայն չլինել, ես կարող եմ բանավիճել եւ այլն, բայց ես երբեք թույլ չեմ տա, որպեսզի ինձ դնեն մի բանի տեղ, որը չի հասկանում ինչա կատարվում եւ ասեն դու հիմա պարտավոր ես հաշտվել այս վիճակի հետ եւ Հայաստանը այսուհետև այսպիսին է, չէ, կներեք, Հայաստանը այսպիսին չպիտի լինի։ Սա այն Հայաստանը չի, որին մենք սպասել ենք մեր փոքր տարիքից սկսած, այսպիսին չենք ուզել մենք տեսնել մեր երկիրը։ Ես նշեցի, որ քաղաքբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթալյանի նկատմամբ այդ բռնաճնշումները շարունակվում են եւ ըստ էության նրանց նկատմամբ այդ բռնաճնշումը եւ նոյեմբերի 13-ին ձերբակալություն, կալանավորում, այնուհետեւ նույն հենց այս տաղավարում խուզարկություն, արգրավում ողջ տեխնիկայի փաստացի խնդիրը դրված ոչ միայն տղաներին կալանավորել, այլև ըստ էության զրկել ընդդիմադիր մեդիային գործունեությունից եւ նրանք իհարկե դրա չկարողացան հասնել, այնուամենայնիվ մենք փաստում ենք, որ ազատ խոսքի նկատմամբ էր սա նաեւ բռնաճնշում, որը ուղղված էր նաեւ ըստ էության այսպես ասած մեսիջեր դաշտին, որ ազատ խոսքի նկատմամբ բռնաճնշումները շարունակվելու են եւ ավելի լկտի դրսևորումներ են ունենալու։ Ձեզ ինչու են լավ նրանք թիրախավորում ազատ խոսքը, եթե իրենք հայտարարում են, որ ժողովրդավար են եւ այլն եւ այլն։ Ոչ միայն ազատ խոսքը ազատ մտքի դրսևորումն է։ Ազատ միտքը ցանկալի չի այն երկրում, որտեղ խնդիրը դրված ջնջել իրականությունը եւ ստեղծել նոր իրականություն։ Սա ընդհանրապես ասած մի մեծ արշավի մի մասն է, ուղղակի շատ երևացող տեսանելի մասը։ Ես եկեք դա կոչենք հանրային գիտակցության դեմ արշավ, հանրային գիտակցության վերաձևում, որովհետև խնդիրը դրված այն իրականությունը, որը եղել է, որին մենք ծանոթ ենք, որը մենք գիտենք, դա հնարավորին չափով, ինչքան իրենք տիրապետում են այդ քարոզչական գործիքներին մաքրել, ռետինով կլինի, չգիտեմ, քերոցով կլինի, եւ դրա փոխարեն ստեղծել մի նոր այդպիսի լամինատ պատ իրականություն եւ դա մատուցել հասարակությանը։ Հիմա այն մարդիկ, որոնք ի սկզբանե հաշտ չեն այդ նոր ստեղծվող իրականության հետ, որոնք դեմ են, որպեսզի իրերը չկոչվի իրենց անուններով, այդ մարդիկ իհարկե խանգարում են, որովհետև այդ մարդիկ խանգարում են եւ խանգարելու են իշխանությունների վերարտադրմանը, իսկ իշխանությունների վերարտադրումը, գիտենք, իրենց համար կարևորագույն մի խնդիր է, հունիսին, որ իրենք դրել են իրանց արչև եւ իրենք ամեն գնով չեն կանգնելու խոչընդոտների արչև։ Այսինքն, եթե իրենք գնում են մայր եկեղեցու դեմ, եթե 2000-ամյա եկեղեցու դեմ, եթե վեհապարի դեմ է արվում արդեն վերջին հնարավոր վերջին նենգությունը, ապա հասկանալի է, որ հա, ոչ մի բան չի կանգնելու, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու։ Իսկ այն պահին, երբ մենք տեսնում ենք, որ ասենք մարդը, որը հրապարակային էկրանից արտահայտել է իր միտքը, խոսքը ասել եւ հետո գնում ներխուժում են իր բնակարան, ուզում են ինչ գտնեն այդ բնակարանում։ Ես այդ օրինակ երբ մտան Վազգենին ու Նարեկին հրապարակային խոսքի համար ձերբակալելու, մտել են խոզարկության, չէ՞։ Երկար խոզարկել են բնակարանը։ Ես գրել եմ ինչ եք ուզում գտնեք, ասենք արմատական բառարանն եք ուզում գտնեք, մարդը բառի համար եք ի վերջո դուք ձերբակալում եւ կալանավորում։ Ինչ պիտի գտնեք բնակարանից։ Հիմա ստեղծել են այդ շարքը ձերբակալություն, խոզարկում, այսինքն ահաբեկումը, դա, հետո կալանք, հետո դատեր, հետո բան, ու մարդիկ, որոնք որ զբաղված էին հանրության այդ աշխատանքով, այսինքն որոնք պատվար էին կազմում այդ իրականության վերաձևման դեմ,
որոնք փորձում են թույլ չտալ այդ քարոզչական գրոհը, ստեղծում էին իրենց կողմից իրենք ինչ որ մի բուֆեր, որպեսզի այդ գրոհը անմիջապես չհասնի, էլի, հա մարդկանց ուղեղային այդ բանին, ուղեղի, այլ բան ինչ որ ֆիլտր անցնի, այդ մարդկանց դեմ ստիպված են, քանի որ այդ մարդիկ բան են, չեն գնում գործարքների, այդ մարդկանց դեմ սկսում են այլ բաներ աշխատել, իսկ այդ այլ բանը ուժային գործիքներ են, այս շատ այնքան պրիմիտիվ են բանից, էլի, մարդկության երևի պատմության սկզբից եկող, ինչու պիտի մի բռնապետը դիմի այդ գործողություններին, իսկ մյուս բռնապետը ինչա թե 2025-26 թվականը չդիմի, չէ, այդ նույն բանը պիտի արվի, անելու են, եւ մենք դա հաշվի առնելով պիտի այս մարդկանց հետ գնանք ընտրությունների հաշվի առնելով, որ իրենք եւ բռնություն են կիրառելու եւ արգելափակելու են հնարավոր բոլոր միջոցներով։ Ես չեմ բացառում, որ իրանք կսկսեն մեդիա դաշտը արգելափակել, արդեն ինչքան որ տեխնիկան հնարավորություն կտա, թույլ կտա դա, որովհետեւ ամեն դեպքում կան սոցցանցերը, բայց տեսնում ենք, որ մարդկանց ձերբակալելուց հետո արգելանք է դրվում իրենց հանրային խոսքի վրա։ Եվ դա եւս ճնշման շատ լուրջ ձև է, որովհետեւ դու կարող ես մարդուն կալանավորել, բայց խոսքը իր շարունակի տարածվել։ Այսօրվա մեդիան այդպեսին է, պարտադիր չէ հրապարակում կանգնի գոռա, որ իրեն լսեն, չէ։ Խոսքը տարածում գտնում է։ Այնպես որ իրենք բոլոր միջոցները այդ խոսքի սահմանափակման գտնելու են, որովհետեւ խոսքն է մնացել, այս բան իրենք խոսքով են արշավում, խոսքի դեմ գոնե խոսք մենք չունենք ուրիշ գործիք, մենք չունենք այլընտրանքային ոստիկանություն, չունենք այլընտրանքային դատարաններ, որոնք ասենք իրենց այդ ապօրինի որոշումները կբեկանեն, ցավոք սրտի, հիմա միակ գործիքը, որ այս պահին կա, այդ հանրային խոսքն է, որը հանրային ակտիվություն ունեցող գործիչները կիրառում են, եւ դա իհարկե իրանք պիտի ճնշեն, որովհետեւ դա խանգարում է հանրային գիտակցության դեմ տարվող այդ միահեծան արշավին։ Դուք վերջերս նաև հասարակական տիրույթում ակտիվ եք եկեղեցու դեմ արշավի այս խայտառակ իրադարձությունների համատեքստում եւ որքանով որ հիշում եմ ստորագրահավաք էիք, կարծես թե նաև նախաձեռնել, կխնդրեմ մեզ եւ մեր հանրությանը ներկայացնել ինչ նախաձեռնություն էր դա եւ ինչ արդյունք ունեցավ, հա։ Դա ամենասուրճ պահերից մեկն էր, երբ եկեղեցու դեմ ամենաակտիվ այսպես մի ալիքն էր ընթացքի մեջ, չնայած կարծում եմ այդ ալիքը չի մարել եւ չի մարելու, եպիսկոպոսած հավաքը ամեն դեպքում ցույց տվեց, որ իրենք բոլոր բաներին ձև են փնտրելու եւ իրենց լծակներով գնալու են դրան, եկեղեցու բնականon կյանքին խոչընդոտելու, բայց այդ պահին մենք զգացինք, որ հանրային մի ալիք է պետք, որպեսզի ցույց տանք, որ դիմադրություն, որ գիտեք, հա, ոչ թե պարզապես դիմադրություն, իրենք ասում են մենք սա անում ենք ժողովրդի անունից, որովհետև ժողովուրդը սա ուզում է, ժողովուրդը այսպես է բանում, ժողովուրդը այդպեսի բան ասելու համար այնքան բան պիտի հիմք պիտի ունենաս, բայց չէ որ չի եղել որևէ հակառակը բոլոր սոցիալական հարցումներով մենք գիտենք մինչև հիմա ընդ որում որ եկեղեցու վարկանիշը շատ բարձր է եւ շարունակում է բարձր մնալ նույնիսկ ես թիվ ասեմ երիտասարդների շրջանում 90% եւ ավելի վստահություն է վայելում հայ առաքելական եկեղեցին այդ սոցիոլոգիական հարցումներն են ասում այդ բանից օդից վերցված չի եւ որպեսզի այդ դրա դեմ դրվի այս դրա հակաթույնը այսինքն ցույց տրվի որ մարդիկ ամենևին համաձայն չեն դուք չպիտի խոսեք մարդկանց անունից մենք այդ ստորագրահավաքը նախաձեռնեցինք եւ շատ լավ արձագանք ունեցանք բազմաթիվ մի պայից սկսած ուղղակի այդ ստորագրահավաքի այդ բանը ակտիվ կազմակերպումը կանգնեցրինք, որովհետև հասկացանք, որ ունենք կրիտիկական քանակ արդեն ստորագրությունների, դրանք սկսեցինք խմբավորել, թարգմանել տարբեր լեզուներով, որպեսզի միջազգային կազմակերպություններին ուղարկենք, այսինքն 1000-ից ավելի ակտիվ քաղաքացի, որոնց թվում բազմաթիվ մտավորականներ են, որ իբր լռում են, բազմաթիվ արտիստներ են, որ իբր չեն խոսում, բայց որոնք պարզվեց բավականին ակտիվ արտահայտվում են, այո, իրեն եւ չեն խուսափում եւ իրենց համար այս ամեն ինչի վտանգավորությունը շատ տեսանելի է։ Այնպես որ հենց այդ պահին մենք մի տեսակ կարողացանք sense
պատի պես այդ ստորագրահավաքը նախաձեռնել շատ բան ստացվեց։ Հիմա երկրորդ փուլն է արդեն միջազգային կազմակերպություններին են գնում նամակները տեղեկանքներով, կոնկրետ նշումներով, թե ինչ է արվել, որ օրինախախտումները, որ հոդվածները, խնդիրը գիտեք որն է, այնքան շատ է, անկեղծ, ուրեմն թվարկումը մենք անդադ ամեն այդ բանը կազմելիս զգում ենք, որ բաներ ենք բաց թողնում, հետո մենք այսօր կազմում ենք այդ տեղեկանքը, աշխատում ենք դրա վրա, վաղը մի նոր բան է արվում, ասենք եպիսկոպոսած հավաքին ընդառաջ, որ պիտի լինի եպիսկոպոսած ժողով, եպիսկոպոսների դեմ արգելանք կիրառել, վեհապարի դեմ արգելանք կիրառել, այդ պահին այդ ամեն ինչը դեռ ներառված չէր մեր նամակի տեքստի մեջ, մենք ստիպված եղանք նորից այդ տեղեկանքը վերախմբագրել, այս հասկանում եք ինտենսիվությունը արշավի, այս ինտենսիվությունը նույնպես այդ քաղաքականության կարևոր մասերից է տարվող, որովհետև իրենք թույլ չեն տալիս, որպեսզի մարդիկ շունչ քաշեն, բանում կա չէ, այդպիսի խոսույթի մեջ կա զինվորական վերախմբավորվեն, որպեսզի հնարավոր լինի նորից ինչ-որ մի հատ քայլ կազմակերպել, պաշտպանական գիծ կառուցել, այդ քայլերի, այդ հարվածների ինտենսիվությունը հենց դրա համար է։ Իրանք շարունակաբար օրակարգը պահում են իրենց ձեռքում, ըստ էության։ Եվ դրա համար, եւ որպեսզի օրակարգը իրենց ձեռքում մնա, եւ որպեսզի մարդիկ չկարողանան վերականգնվել նախորդ հարվածից, անմիջապես գալիս է հաջորդ հարվածը։ Եվ եթե մի համակարգի վրա գնում է հարձակում, ասենք այս պահին հոգևոր դասն է հարձակման տակ, որպեսզի այդ դասը չհասցնի ուշքի գա, իրենք անդադ տեսնում եք մանր համակարգված, շատ մտածված, թիրախային այդ հարվածները իրար հետևից տեղում են։ Որպեսզի չլինի հակահարձակում։ Որպեսզի հնարավոր, որպեսզի պաշտպանվող կողմը, իսկ մենք շոկի մեջ ենք, մենք չէինք սպասում այդպիսի բանի, մենք որպես հասարակություն նկատի ունեմ, ինչքան էլ հոգեբանորեն, ասենք, տրամադրվում ես, որ իրենցից ամեն ինչ կարելի է սպասել, բայց ամեն դեպքում կան կարմիր գծեր, մեր մտքում հասկանում ենք դեռ կան այդ կարմիր գծերը։ Մենք դեռ ապրում ենք այն աշխարհում, որտեղ կան տաբուներ, որտեղ կան ինչ որ չի կարելիներ, հա, որոնց վրայով դե մարդը ոնց կարող է դրա վրայով անցնել, մենք դեռ մեզ չենք մինչև վերջ կարողացել տրամադրել այս նոր իրականությանը, որտեղ չկան կարմիր գծեր։ Այ տեսեք, դուք բավական հետաքրքիր դիտարկում եք իրականացնում հենց այդ համատեքստում հանրային արձագանքի, կարծես թե իշխանությունները սրբազաններին բանտարկելով ոչ միայն իրենց մարտավարական կամ ռազմավարական խնդիրներն էին փորձում լուծել իրենց առջև դրված նպատակի համատեքստում, այլև կարծես թե սովորեցնում էին մարդկանց հանրությանը այդպիսի իրողություններին եւ երբ որ արդեն բանը հասավ նրան, որ վեհապարի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, չեղավ այն արձագանքը, որը որ պետք է լիներ։ Գիտեք, արձագանքը հազարավորները դուրս չեկան փողոց ինքնաբուխ։ Գիտեք, ամեն դեպքում փողոց դուրս գալը պահանջում է կազմակերպում։ Պահանջվում են խմբեր, պրոցեսներ, պահանջվում է ինչ-որ կառուցվածք, այս փողոցային արշավը ինքնաբուխ լինում է, դա ասենք երկրաշարժի ժամանակա, որ ինքնաբուխ մարդիկ գիտեն իրենց գնալու տեղ, այսինքն դուրս են թափվում շենքերից, բայց այս պարագայում մարդիկ պետք է իմանան իրենց գնալու տեղը, օրինակ եկեք վերցնենք, երբ մայր տաճարի վրա եղավ այդ արշավանքը, հայոց արշավանքը մայր տաճարի վրա, այդ ժամանակ բավականին կազմակերպված մարդիկ գնացին եւ պաշտպանեցին, փաստացի պաշտպանեցին եւ դա եղավ բեկումնային պահ, որքան էլ իրենք փորձեն այսպես արհամարական ինչ որ երանգով այդպես նսեմացնել այդ ամեն ինչ, քանի հազար հոգիեր ինչ որ հաշվարկներ անել մատիկներով, այդ ամեն ինչը մի կողմ, դա իրոք բեկումնային պահ էր եւ այդտեղ մարդիկ ցույց տվեցին, որ մենք կանք, դա էլի կարող է լինել, բայց դա միշտ լինում այն հասկանանք մարդը երբ դուրս գայս վեհապարին պաշտպանելու, ինքը ուզում է իմանա ինքը ուր պիտի գնա, ինչ անի, որպեսզի ավելի չվնասի, որպեսզի բան չլինի, բայց դժգոհությունը մարդկանց ներսում կուտակված։ Եկեք մեր աշխատանքը տարբեր խմբերի հետ այս ընթացքում
այսպես ասենք, եկեղեցու հանրային պաշտպանների, հա, որ ասում եմ ես նկատի ունեմ բազմաթիվ մարդկանց, որոնք ինքնաբուխ այս պահին բազմաթիվ գործեր դրել են մի կողմ եւ զբաղված են այդ հանրային պաշտպանության գործով։ Ցույց է տալիս այդ աշխատանքը, որ մարդիկ շատ բան են, զգայուն են այս հարցի նկատմամբ եւ զգայուն են եւ շատ ցավով են տանում այս ամենը շատ մեծ անհանգստությամբ, որովհետեւ հասկանում են, որ սա հարված է այն ամենաներսին, այն կրող կառույցին, այդ ոնց որ ինչ որ մեկը գա ու սկսի այն քո տան հիմքը սղոցել, դու կհասկանաս, որ դա բան այդ բանը վիբրացիան բոլորը զգում են, մեծ մասը, որոնք զգալու ունակությունը պահպանել են եւ նույնիսկ հետաքրքիր է, որ կային մարդիկ, որոնք մինչև վերջին շրջանը այս իշխանությունների արածների մեջ խուսափում էին տեսնելուց ինչ որ բաներ, այդպես համակարգային քայլեր, ասենք չէին ասի, որ սա արվում է Հայաստանի դեմ, որ գիտակցված են անում, որ սա Հայաստանի վնասելու համար է արվում, հիմա այդ մարդիկ երբ տեսան թե ինչ վնաս է հասցվում հայոց եկեղեցուն, այդ մարդիկ սկսել են խոսել, շատ հետաքրքիր process, այսինքն սա բան է, արթնացրեց ահագին քնած բաներ, զգացողություններ մարդկանց ներսում, հանկարծ վտանգը զգացին, լավ չի, որ այսպես եղավ, լավ չի, մյուս կողմից սա մեզ բարձ դարձրեց, որ մենք մինչև վերջ չենք մեռել, թող ինձ ներվի այդ բառը, որովհետև Արցախի հայաթափումից եւ այդ արժունոտ այդ անջատումից հետո մեզնից շատ-շատերի մոտ այդ զգացողությունը կար, որ գիտեք, եթե մարմնից կտրում են իր մասը եւ այդ մարմինը չի արձագանքում իր ամբողջ այդ ուժով, այդ ողբերգությանը, գուցե այդ մարմինը ինչ-որ բան է պատահել։ Բայց հիմա հասկացանք, որ չէ, ուղղակի ինչ որ թմբիր է, որ շատ ուղղակի հմուտ անեստեզիոլոգներ են աշխատում այս օրգանիզմի հետ, հասարակական օրգանիզմի, եւ այդ հմուտ այդ բաներին քարոզիչների ու մնացած այդ ամբողջ այդ խմբին պետք է ուղղակի հակադրել կենթանի օրգանիզմ, կենթանի զգացողություններ, կենթանի խոսք, կենթանի ու անկեղծ պորտկում։ Երբ որ մենք խոսում ենք, ես հասկանում եմ օրինակ, երբ մարդիկ հարցնում են ինչու չկան, ասենք, ինչու արտիստը չի խոսում, ինչու մտավորականը չի խոսում, չնայած շատ-շատերն են խոսում, բայց երբ մարդը ունի կարիք լսելու, ես հասկանում եմ այն մարդուն, որը որ այդ հարցը տալիս է, որովհետև ինքը կարիք ունի հենց այդ անկեղծ այդ բնական այդ պորտկումը լսելու, հենց դա ստանալու, որպեսզի հասկանա ինքը, որ իր այդ կրող կառույցը կենթանի է։ Այս չգիտեմ, այս եկեղեցու վրա սկսված հարձակման վերջում ինչ է լինելու, բայց այս պահին կարծես թե process-ը ավելի դրական ընթանում եկեղեցու համար զարմանալիորեն, ինչքան էլ ցավը շատ է, ինչքան էլ մենք կորցնում ենք հավատը բանի մարդկային դասի որոշ ներկայացուցիչների նկատմամբ, բայց հետաքրքիր ձևով եկեղեցին ավելի հետաքրքիր է դառնում մարդկանց համար, որոնք մինչև այդ նույնիսկ մոտ չէին ընդհանրապես այդ կառույցին։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրներ երգան Լիլիթ Բլեյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։